Այդ չեմ ասի ինչ։ Ուզում ես պատտվիր, կզգասի։ Էլենի ծննդյանորն է։ Եվ այսօր հավաքվել են լիքը մարդիկ այս սրահում, գեղեցիկ էլիտ սրահում, նշում են նրա ծննդյանորը։ Էլենը անգամ մի փոքրիկ կասկած չունի, որ այսօր լինելու է ամուսնության առաջարկ կամ նշանդրեք։ Չգիտի, դե նորմալ է որ չես իմանա, որովհետև կյանքում մի անգամ է լինում, բայց ինչ է, տենաս, հա, Էլեն, ինչ կլինի։ Ինչն է մի անգամ։ Էլեն ուզվել ես։ Էլենը ապրելու է իր կյանքի ամենամեծ շոկերից մեկը, որովհետև սա մարդու կյանքում մեկ անգամ է լինում։ Ընտանիք, ելի ունես անակնկալ, որը կյանքում լինում է մի անգամ։ Սիրո փայլերն է վերևից թափվում։ Միշտ այսքան սիրեք իրար։ Ես ինչի բան եմ գալու։ Անակնկալ ենք անում։ Ստեփան աղբորը։ Մենակ ինքը չի որ ինքը անակնկալ կրան է ժողովուրդ ջան։ Նա մելմերտ է։ Դենագանից եկի հասնենք ստեղ որ Ստեփան աղբորը երեխուն աղջիկան անակնկալ ենք։ Օպա։ Այսօր ունենք մեգա անակնկալը։ Ուղիղ օդանավակայանից ուղևորվելու է Թալին քաղաք։ Մեր հյուրերը գալիս են Եկատերինբուրգից։ Ռուսաստանից 4 անսպասելի հյուր են ունենալու առիթի ժամանակ։ Բայց ինչ արած, կարևորը մեծ աղբեր ունես, մեծ աղբերը կողդ կայնած է։ Մեջտեկնել ոչինչ, կգա ու կգրկի քեզ։ Վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ կգա։ Ich träume und die Welt erzittert. Կերպորը, որովհետև նա առանց գալ չէր կարող։ Այսօր երեք եղբայրը նորից միասին են։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողեք այս տեսանյութը եւ որ 100% բաց չթողեք սեղ մեկ զանգակի կոճակը։ Ռոբ, դու ես աղբեր։ Ջանից մեռնիմ։ Անու շաբանը լրիվ քաղաք է հարուստների կերպարանքով աղբեր, ո՞նց ես։ Ես մերն է։ Չէ, վերև։ Վարը չի մերը վերև։ Բարեկամներ, ուրեմն ասեմ ինչ ենք անում։ Վարդան դե քեզ ասել ինչ, բանա, սա գծած է, ամեն ինչը գնում է իր հունով։ Բարեկամներ Էլենի եւ Ալեքսանդր։ Էլենի ծննդյանորն է։ Եվ այսօր հավաքվել են լիքը մարդիկ այս սրահում, գեղեցիկ էլիտ սրահում, նշում են նրա ծննդյանորը, բայց Էլենը անգամ մի փոքրիկ կասկած չունի, որ այսօր լինելու է ամուսնության առաջարկ կամ նշանդրեք։ Նշանի առաջարկ։ Ծաղիկները աղբերս դու ինչ չէիր ճանաչել, դու ինչ չէիր ճանաչել։ Ես հայկական։ Աղբեր ինչ հայկական, հայոց, հա։ Հա կարանք սկսենք, հա։ Մի խոսքով բարեկամներ Էլենը ապրելու է իր կյանքի ամենամեծ շոկերից մեկը, որովհետև սա մարդու կյանքում մեկ անգամ է լինում։ Սեր հարգանք։ Ժամանակը երեքոսերի սեքանդամ բզգամ երեկով ժամանակը շատ սիրունանը կա հատուկ է հովերանի համար ինես։ Ապրեք ծափերի համար ավելի բարձր ծափեր տվեք։ Նորինի կոստանյանորը, տեսնում ես ինչ գեղեցիկ անկյուն են քո համար սարքել։ Արի գնանք ընդեր, ծափեր տվեք գնում ենք։ Քեզ
ուրախացնենք, ուրախություն բերենք եւ շատ գեղեցիկ անակնկալ անենք։ Դրա համար ես քեզ տալիս եմ այս սիրուն տորտիկը, վերցրու։ Տեսնում ես ինչ է այս տորտիկի վրա։ Լիքը սրտիկներ, սեր ու հարգանք քո հանդեպ, որը գալիս է հեռու տեղերից։ Ես ավելի կասեմ, անակնկալ արողն է գալիս հեռու տեղերից ու նա այստեղ է հիմա։ Այստեղ է, բայց չեմ ասի ով է հլվոր, քանի որ դու ունես մի գեղեցիկ պահ։ Երազանք պայսում ումերը փչես, ծափեր դրան բոլորը, ուրախանան, թե որ դու ես ծնվել այս պահը և բոլոր ուրախ են քո համար։ Մանկության անուշ երազի գրկում Եվ քանի որ մենք քաջատեղյակ ենք, որ դու ունես կյանքի ընկեր, ով քեզ շատ է սիրում, ծաղիկները ես չեմ տա, հենց ինքն էլ կտա։ Ալեքսանը մեծ սիրով կնվիրի ծաղիկները։ Տիրացել է սրտիս ու քուս կյանքիս մտքիս իմ սեր Ինձ դարձրել է սիրում Մի հատ էլ Իմ լույս իմ սեր Քեզնից իրենք սիրո շողն են առնում Քո գրկում խավար դիսկույն սիրո լույս է դառնում Դու գաղտնիքն է սիրո Էլեն հուզվել ես, հուզվել է Էլենը, մարդկա որ ուզում է Էլենին գրկի, հա, դե բոլորը դե մեկը թողա գրկի, Կպահեմ քեզ հեռու թաքում, կմնամ ես քո տակ գրկում, կգրկեմ գիշերներն անքում, կլինեմ միշտ արթուն բայց Էլեն, հիմա նայ, այստեղ կանգնել, ես որ միշտ սիրուն լինես, հա, ուրեմ հիմա էլի ունես անակնկալ, որը կյանքում լինում է մի անգամ, և այսօր, այս պահին, այդ անակնկալը արդեն քիչ-քիչ հասունանում է, ինչ անակնկալ կլինի։ Ասա չգիտի Էլենը, չգիտի, դե նորմալ է որ չես իմանա, որովհետև կյանքում մի անգամ է լինում, բայց ինչ է, դենաս, հա, Էլեն, ինչ կլինի, ինչն է մի անգամ։ Օրինակ, ծնվել, այո, հիմա ծնվում է մի գեղեցիկ, շատ սիրուն, սուրբ, ետ չեմ ասի ինչ, ուզում ես պտտվիր, զգաս։ Տիրացել է սրտիս ու քուս կյանքիս մտքիս իմ սեր Ինձ դարձրել է սիրուտ գերին իմ հույս իմ լույս Զանիկ, սերը իր տրամաբանական կուրերով գնում է առաջ Սիրո շողն են առնում Քո գրկում խավար դիսկույն սիրո Առաջարկությունը անում մեր Ալեքսանը Քո սիրով դու իմ սեր Ինձ տալիս ես նոր թևեր Սավառնում եմ ու քեզ դառնում Եվ ծաղիկներ հատում այդ սերը Տիրացել է սրտիս ու քուս կյանքիս մտքիս իմ սեր Ինձ դարձրել է սիրուտ գերին իմ հույս իմ լույս իմ սեր Արևները քեզնից իրենց սիրո շողն են առնում Քո գրկում խավարն իսկույն սիրո լույս է դառնում Տիրացել է սրտիս ու քուս կյանքիս մտքիս իմ սեր Ինձ դարձրել է սիրուտ գերին իմ հույս իմ լույս իմ սեր Արևները քեզնից իրենց սիրո շողն են առնում Քո գրկում խավարն իսկույն սիրո
տատիկը բանը Էլենի տատիկը։ Էլինի տատիկ։ Էլենի տատիկը Սիսյանից եկալ է։ Մենք գնա շնորհավորին։ Հաստա։ Էլեն ջան, շնորհավոր հուզված ես, հա, հուզվեցի, չէր, սպասում։ Սերը ծաղկում է ավելի։ Հոպար նայք է։ Ես մի քեզ ավելի շատ սիրեմ քան։ Տարօրինակ լրություն է, էլի, եք, հա։ Հուզվել են բոլորը։ Մտածում են, հիշում են ով է իր նշանվել է հիշում, չէ՞։ Հիմա հիշում են։ Հա, Էլեն ջան, ինչ ունես ասելու։ Հուզված է նա։ Սա թող նման ուզիչ պահեր միշտ լինեն քո կյանքում։ Ու ես չեմ էլ կասկածում, որ կլինեմ, որովհետև քո կեսը Ալեքսանդրն է։ Ալեքսանդրը քեզ շատ է սիրում եւ միշտ կհոգա այդ մասին, չէ՞ Ալեքսանդր։ Ասա, այո, իհարկե։ Այո։ Բա անցի, պես այ պապան չէ դու մեր շնորհավոր գնավեց, հա։ Հա։ Պես այ պապան ուզվել է, հա։ Ապրես որ մեծացիր, ասիր այսօրվան նույնպես հարցիկի ծնողներ նույնպես։ Հիմա ունենք էլի նվեր, թողում ենք Արտուրին։ Արտուր, ուր ես բարեկամ։ Արտուրը։ Արտուր, ես շնորհակալ եմ, որ վստահեցիր ինձ քո այս հրաշալի բարձրախոսը հոսափողը, ապրես։ Լավոր բոլորիդ, շնորհակալ եմ, ծափերը բարձր, նա ծափեր տվեք։ Մեր հանդիսավարին էլ ուրախացրեք, որ լավ անցկացնի առ։ Լավ, շնորհակալություն եմ սիրուն անակնկալի համար, բայց մենք Էլենին տեսնենք, Էլենը հիմա շնորհավորանքներ ընդունում, բայց նկարելու բան չկար էլ, Էլենը հուզվել է։ Էլենը հուզված է, Վարդան, միգուցե նկարեինք, հա։ Մի քիչ էլ։ Քիչ մը ապ։ Միթե իրական ես, հեքիաթիշ ես, հայտնվել Դու ինքդ չգիտես ինչքան ես, սրտի շափը մեծացրել Դու հիմա իմ տունն ես, իմ տակ հուկանքյուն ես ու ոչ ոք չունի քո աչքերից արևից պայծառ է քո ժպիտն ու ձայնը ջերմանում եմ ես հենց քեզնից իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ է որտեղ միայն սերն է իսկական ես քեզ խոստանում եմ այն սերը որ զգում եմ քոնե ամեն ժամ ու վայրկյան Քեզ հետ ամեն օրը կրկնել եմ ես ուզում քո կողքը այն ինչին սովոր եմ նորովի է կյանք առնում Դու հիմա իմ տունն ես իմ տակ
աչքերից արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը ջերմանում եմ ես հենց քեզնից իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ են որտեղ միայն սերն է իսկական ես քեզ խոստանում եմ այն սերը որ զգում եմ քոն է ամեն ժամ ու վարքյան դու հիմա իմ տուն ես իմ տաքու կանգնում ես ու ոչ ոք չունի քո աչքերից արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը ջերմանում եմ ես հենց քեզնից իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ են որտեղ միայն սերն է իսկական ես քեզ խոստանում եմ այն սերը որ զգում եմ քոն է ամեն ժամ ու վարքյան Ստեփան, ես շնորհակալ եմ ձեզ ինձ Ես է քեզնից աղբեր ես։ Լավ թե կարեք։ Ուժեղ օջախես ճամփում հարսիկին հեսա թո բարով խերով հարսանի կելի գանք խոսանք։ Հետո տենցի կերավիր ես էլի։ Դոյ դու ամենքիս ես կատտում։ Դե աղբերներ։ Այս մեզ մի ճամփեք, մենք եթանք։ Դե ելանք աղբերներ։ Հաջողություն ձեզ։ Ինչ ենք անում? Անակնկալ ենք անում։ Ստեփան աղբորը մենակ ինքը չի որ ինքը անակնկալ կրան է ժողովուրդ ջան։ Լենագանից եկի հասել ենք ստեղ Ստեփան աղբորը երեխուն աղջիկան անակնկալ ենք։ Ճիշտ է նոր քիչ մարա Ստեփան աղբերը մեր անակնկալներ, բայց քեգի հասել ենք որ առիթով էլի։ Գնացինք։ Վարտան Ստեփանը չի դե չէ։ Всё. Կամաց։ Ստեփան Չէ Ստոպ Ես ինչի մարամ ու գալու։ Նկարում ես աղբեր։ Լավ նկարի։ Բա ես ինչի մարամ ու գալու։ Մանեք զարտեսներ, որը Մանես բերեք աղբեր։ ես ինչ ես արել։ Զարթնից է։ Ահա, բարի զարթնից։ Հələ լավը լրիվ չէի քնի, իսատ էի քնի, աղբեր։ Զարթնում ես պայծես, մանեին հա։ Մանեն բերեք։ Որը ջունգլու Զարթնից է։ Ծո զարթնից էր ու։
ապրես, եկա ուրեմ։ Հենց արկել են դել է, եսը դիտեմ Ջանկես։ Ման է։ Պապա չեկես վարակն դա։ Պիտի բալես աշխար գամ Անուշ բալեն հայրիկին Մինոր կյանքը Իմ կյանքը լծրեցիր սիրով Բալես աշխար եկար բարով Իմ կյանքը լծրեցիր սիրով Բալես լույս աշխար եկավ Նայ ծաղիկ ունե։ Կացել ջահելացելա Սպասել են քեզ շատ երկար Չապես աշխար եկար Մանքան չիչը Ալես լույս աշխար եկավ Հոգուս կյանք տվեց երկար Սիրտս երջանկացել Ես ուզում եմ մի անգամից գրոմկի զայվիլենի անեմ։ Այսօր ունենք մեգա անակնկալ ընկերներ եւ մեգա անակնկալը ուղիղ օդանավակայանից ուղևորվելու է Թալին քաղաք, որտեղ Ռուսաստանից 4 անսպասելի հյուր են ունենալու առիթի ժամանակ։ Իսկ մենք հյուրերին հենց հիմա կդիմավորենք օդանավակայանից ու միասին կգնանք։ Գնալու ենք բոմբա անակնկալ անենք։ Լացկաններ, պատրաստվեք, հեսա լացելու եք։ Ահա մեր գեղեցկագույն օդանավակայանը։ Աչից հին զվարթնոցն է, դիմացից նոր զվարթնոցը, բայց ես մեծ ցանկություն ունեմ, որ հին զվարթնոցը նորից վերակենդանանա ու վերագործարկվի եւ այնտեղից էլի մեր հարազատները գան ու մուտք գործեն հայրենիք։ Հիմա մենք գնում ենք մեր հյուրերին դիմավորելու։ Ցույց եմ տալի ինչպես օգտվել այս սարքից։ Վերցնում եք ձեր կտրոնը եւ լավ եք պահում, որ չկորցնեք, որովհետեւ հետ դուրս գալուց ձեզ պետք է գալու սա։ Ու գնում ենք ավտոկայանատեղի, որտեղ մեզ պետք է մեքենան կայանել։ Եվ այստեղ ասում են, մեքենաներ ուղիղ կանգնացրեք, հանկարծ եսի միշտ չսարքեք։ Ու պետք է այստեղ դանդաղ վարես, որովհետեւ վտանգները շատ են, եկել են հյուրերի դիմավոր են բոլորը։ Ջիպը մեզնից առաջ անցավ, երևի էլ, մեր աղբոր զիջելու պատճառով մենք էստեղ կկանգնենք, ինչ տարբերություն, կամ էստեղ կկանգնենք, հա, կկանգնենք։ Պարկինգ արեցինք, Վարդան։ Սա կարելի է համարել պարկինգ։ Բա հետո իշտել է, մտածում ես մի բան չլինի, չկպնես ուրիշի մեքենային։ Գալիս եմ աղբերս տեղտուն։ Ինչերի միջով ասես չենք անցնում։ Այսենց, տեսեք, բարեկամներ, այսպես է լինում, չարի վերջը, ուժեղ եմ կայնել, նայ, լավ կանգնեցինք, գնանք դե, գնանք հիմա մեր հյուրերին դիմավորելու, դիմավորում առաջի հարկից էր, չէ Վարդան, գնանք առաջին հարկ, հա իչ էլ է արդեն, Հեսա որ փոխայերեն կիմանանք ախ։ դենը 14-20 տված է։ Բարեկամներ, մեր հյուրերը գալիս են Եկատերինբուրգից, Եկատերինբուրգի հայեր, բարև ձեզ, ինչպես եք, ձեր մոտից 4 հոգի, մի հրաշք ընտանիք գալիս է անակնկալ անել, մենք էլ ստեղ կանգնած սպասում ենք, որ դուրս գան այն մուտքը արգելված է դռներից, այդ դռներից, ինչքան եք սպասել ձեր բարեկամներին, որ գան, չէ, էլ մենք էլ ենք եկել սպասենք, մենք նստել ենք այրեպորտում, հատուկ նախատեսված տեղում։ Ձեր բարեկամները ստեն, այս պորիվդ բրատ։ Եկատերինբուրգից բան ես բերե, աղբեր։ Հեռախոս ես բեր, սոտավի։ Էլի։ Բարով ես եկե, աղբեր ջան։ Էլան գնացինք։ Աղբեր, լեսի առիթը 6-ին է սկսելու։ 4-ից կեսեն սե, вообще ուժը։ Դե ես մի տորտ մի ծաղիկով եկել եմ, աղբեր։ Լավ է, աղբեր։ Բարեկամներ, ահա, ամեն ինչ պատրաստ է, մնում է մեքենան են նեղ տեղից հանը։ Դու կհանես, Վարդան։ Հա, էլի, Վարդան, դու հան։ Ես մի քիչ ձած եմ, էլի արդեն։ Ապ, նեղ է տեղը։
Դու մտնի ակրոբատիկայով պետք է զբաղվի։ Պետք է ակրոբատիկայով էլի ավտոն ընդից անենք, հազիվ եմ մտե։ Գսպասեք ես տան վերցեմ գամ, Վարդան։ Հələ կայն ասեմ, էսի դու մեծ տղա ես, այսենց ար հələ, այսենց ահա։ Դավայ, ես այք ասեմ։ Տեսեր, թորքո ճամպին Անուշախ բեր Սեղան են բացը, ես դերսում Բը, սեղան են բացը դերսում Հետում ենք սեղանի մոտ Աղ թե Range Rover-ը գնար Բարեկամներ, մեր աշկ ճանապարհն է Գյումրու Գեղեցիկ, հավեսով կառուցված Հələ ճանապարհի աչակողմյան գրպանիկները նայեք, սրանք անվտանգության երաշխավորներն են, եթե մեքենան դուրս է գալիս մայրուղուց կամ մտնում է մայրուղին։ Այնպես որ ամեն ինչը մանրամասն մտածել են, որ ուժեղ լինի։ Անգամ այս էքսկավատորի աշխատանքն են մանրամասն մտածել ու գծել, որ անկարծ չթաց էքսկավատորին խփես ջարդվի, այդքան ուրիշ էքսկավատոր բերեն, որովհետև էքսկավատորները մի քիչ դժվար է ճարել, էլի։ Գործունեները դեռ շարունակվում են, ճանապարհը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց հիմնականում պատրաստ է։ Այնպես որ այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս, ով չի եկել Գյումրու կողմից ճանապարհով անպայման եկեք, տեսեք որ ճիշտ եմ ասում, չեմ ստեմ։ Առաջին հայացքից կթված է, թե Մասիս սարն է, բայց եթե Մասիսն է, ուր է Սիսը։ Այս է հարցը։ Եթե Սիսը չկա, նշանակում է սա Մասիսը չի, բարեկամներ, սա ուրիշ սար է։ Անունն էլ չէ, Մասիսն է, բանն է, ուրիշ սար է, Մասիսը նման է ուղղակել, ուրվագծով շատ նման էր Մասիսին, բայց այս սարի անունը ինձ ասել են, ես մոռացել եմ, դրա համար նորից ասեք, ելեք մեկնաբանություններում, մինչև մենք կհասնենք արդիկ և կշնորհավորենք շատ սիրված եղբորը Արտյոմին և նրա կնոջը Մելսիդային, այսօր նրանց հարսանեկան հանդեսի օրն է և հավաքվել են բոլոր բարեկամները ուրախ նշելու, ուրախանալու չէ, որ հայոց սուրբ օջախ է կառուցվում 3 եղբայրներից փոքրն է Արտյոմը և նա ի վերջո հետևեց իր երկու մեծ եղբայրների օրինակին և ամուսնացավ։ Լիքը բալիկներ կունենա, օրհնված լինի Աստծո օրհնությամբ այս գեղեցիկ ընտանիքը և մեզ հետ է նաև նրա եղբոր ընտանիքը։ Եկել են Ռուսաստանից, տեսակ էլի մենք էլ դիմավորել ենք, որովհետև մեր իմ աղբեր, իմ քույրիկն է, ոչ մի տարբերություն։ Իրար հետ գնում ենք հիմա ուրախություն տանելու ու գալիս է ուրախություն։ Ես ուրախ եմ հիմա։ Զգում ես։ Նա իր սիրուն ճանապարհը։ Եկատերինբուրգի բարեկամներ եւ Արտիկի բարեկամներ։ Իսկ եթե մարդ կա, որ այդքան բախտ ունի, որ համ Եկատերինբուրգում է ապրում, համ Արտիկում, ուրեմն դվայնոյ տրայնոյ բարևներ, մենք հասանք արդեն Արտիկ, ժամը հələ 4:30 էլ չկա, նշանակում է արդեն դեռ չի սկսել։ Իսկ մենք այդ ժամանակը կօգտագործենք մի երկու պտույտ շատ ֆարֆարալով էլի բանում Արտիկում, ես այդտեղ դրանք իշկա Արտիկ։ Արտիկ ուղիղ են գնում, ախպեր։ Բա ասա ես գիտեմ, բան ենք անում, ես պետք է բայց փաստորեն նոր մարալիկն ենք ցույց տալի, անունը դրել է Արտիկ, հա։ Դե լինում է այդպես, Վարդան, գիտես, տարիքի հետ ամեն ինչ կարող է պատահել։ Մի քիչ էլ որ մեծանաս, կիմանաս։ Արա դե մեծանում ենք էլի։ Իսկ հիմա Արագածի գագաթներից բոլորն էլ երևում են։ Տեսանելի են եւ գեղեցիկ, չկնաղ, ձմեռը այնտեղ արդեն վաղուց կա, եթե այնտեղ ապրող լիներ, արդեն պետք է փեչերը դրած լիներ ու վառեր ածուխ, բայց քանի որ չկա ապրող, մենք այսպես գնում ենք հիմա Արտիկ։ Արտիկ առաջին անգամ են գնում, ոտներս լինի խերով եւ ասեմ ձեզ, որ շատ կարեւոր առիթի են գնում, շատ կարեւոր եղբայրն է եկել ու եղբորը չի տեսել արդեն բավականին երկար ժամանակ ու ամենահուզիչ սպաս հանդիպումը թերևս կլինի Թորնիկի եւ Պապիկի հանդիպումը, որովհետեւ մեր փոքր աղբերը անունն ինչ էր։ Արսեն։ Արսեն, բրատան։ Արսենը չի տեսել իր Պապիկին ծնված օրվանից։ Այսօրն արդեն 5 տարեկան է, Պապիկը 5 տարի Թորնիկին Skype-ով բանով տեսել է, բայց живой не видели они. Да, Арсен, что скажешь, братан? Скажи что-нибудь.
Амбер, ես говори. Говори. Скажи, говори, что захочешь, что говори. Скажи, я еду, дедушка. Я еду, дедушка. Я люблю дедушку. Я люблю дедушку. Опара Я тоже люблю. скучаю тебя. Я вас всех люблю. Я вас всех люблю. Ты любимчик, брат мой. Спасибо. Поехали. Տուֆաշենն է ձախից ընկերներ, բայց քանի որ մեզ այսօր տուֆ պետք չի, չեն գնա տուֆաշեն, ավելին ասեմ մենք գտանք, մտանք, ինչ էր անել? Պեմզաշեն, այո ընկերներ, պեմզաշենն է կադրերում, տեսեք ինչ գեղեցիկ ավան է պեմզաշենը։ Ավանը չէ, որտեվ շենքեր կա, տները նա, շատ գեղեցիկ է ամեն ինչ, ոտները սխերով լինի, այս ճանապարհով առաջին անգամ եմ անցնում, շատ հաճելի է, այնպես որ ողջունեք ինձ, ես ողջունների կարիք ունեմ, ստեղից ձախ ենք անում, հա, ձախով գնում ենք աղբեր, պեմզաշեն, գեղեցիկ պեմզաշեն, բայց ինչի անը պեմզաշեն, ասա ինձ, բարեկամ, Ռաֆո աղբեր, ասա, պեմզա բլոկ են արտադրել ստե ժամանակին, իսկ հիմա էլ չեն արտադրում, հիմա տուֆաշենն է ավելի շատ լավ գործերը, տուֆաշենի գործերը ավելի լավ է, որտեվ տուֆով հիմա բոլորը աշխատում են, բայց պեմզաշենով, պեմզաշենի սարկած պեմզաբլոկներից սաղ աշխարհն արդեն սարքում է։ Ամբողջ աշխարհում կառուցված։ 7000 Երևի մե 5000-ը մենակ Հայաստանն է իմ պատկերացմամբ։ Չէ, ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհում Արթիկի վարդագույն տուֆից կառուցվել է 7000 եկեղեցի։ Արթիկից տուֆը տարել են աշխարհի տարբեր տեղեր ու եկեղեցիներ են կառուցել։ Բայց նաև մարդիկ կան, որ տուն են սարքել։ Սամալյոտով տարել են Ամերիկա ու սարքել են։ Նման բան էլ է եղել։ Որ հայոց աշխարհի հոտն ու համը տնից գա։ Երկում ես, տիպայոշ դա, պևեց, երկել գիտի։ Մեհատ բան է երկել, ախ, Мороз, Мороз, а что можешь, давай петь вместе, скажи. Жили-были два гуся, один белый, другой серый, один серый, другой белый гуси. А? Танцер? Нет, я могу только одну песню. Давай поем эту одну песню вместе. Сигма, бой, А, это, брат, это не та песня, которую я бы хотел слышать. Это немножко не по-нашему, это девчачья песня, понимаешь? По-мужски что-то. Там Мороз, это хороший Мороз, понимаешь? Давай что-нибудь другое. Хотя бы Юрий Шатунов. Белые розы, белые розы. Не знаешь, что ли? Ну ладно, тогда слово пацана, да, пой. Речь Артика. Смотри, какой у тебя красивый город на самом деле. Смотри. Видишь, что ли? Смотри, красота это армянский. Не забудь об этом. Ага, где моя бабушка играет? Дедушка, бабушка, твой папа здесь вырос, брат. Это Արտիկ, տես Արտիկ։ Արտիկը երևի թե հայոց աշխարհային քիչ քաղաքներից է, որտեղ ընկերներ քաղաք մտնելուց արագաչափ չկա, հա։ Հա, սիրտը թփթփում է, ճիշտն ես։ Բրավ։ Հա, այնա հարսանյաց հանդեսների սրահա։ Այնա, դե մեծ աղբը չեն եկե հյուրերը, հարսանքավորներ չեն եկե։ Մենք կարանք ելնենք քաղաք մտ ֆրանկ ու վստահ եմ կալոնային կհանդիպենք։ Հարցն ենք ելնում։ Մեծ աղբեր, բարի օր։ Այսօրվա առիթը 4:30 է, չէ՞։ Չի դես։ Հետ եմ գալու, մեծ աղբեր։ Ստելի տեղ չետաս, ես քեզ լավ եմ նայելու այսօր։ Բա ի՞նչ աղարտիկի տուֆով չեք արել էսի։ Գետի քարա։ Հա, տարուբայի խաթր եք երե այդպես, լավ։ Ելնենք, գնանք, երթանք արդիկով մանգանք մինչև հյուրերը կգան, թե չէ հյուրերը գալու են, պատահաբար մեր պլանները բասվի, այդ պլանցել էլ չկա, մենակ էսա։ Օլա խամեր կա արդիկում, համր, my brother, ուժեղ համերա, այս մեր ավտոն էլ վատը չի ընդհանուր առմամբ, գնացինք, տես, ой, брат, Sigma Boy, смотри, что здесь, это ваш город, понимаешь, это твой родной город, смотри, ծանոթացիս։ Ասում եմ դու որ սենց вообще ռուսերեն խոսալ չգիտես։ Ոնց է իրար լեզու հասկանալու։ Видишь? Хороший асфальт. Даже аппарат кофе есть. Кофейный аппарат. Лежачие
Полицейский есть даже. Ուրա հարցանքավորների կալոնան։ Եկեղեցի որտեղ են գնում вообще։ Եկեղեցին Հարիջաբանքին եղել։ Այդ որտեղ է։ Ամտիկից դուրս մի գաս։ Այն կողմ թե այնց։ 1936 թվականին Արևմտյան Հայաստանից եկել են ու սարքել են Արթիկ քաղաքը։ Նայ առաջ եղել է շատ առաջ եղել է Արայդի Արա անունով մեկն է եղել։ Հա։ Ինչ որ ինքը թե քաղաքը Թիկ է եղել։ Թիկ։ Թիկ, այսպես գոթիկ, վերևից է իջել, էլի։ Հա։ Սելեն Թիկի վրա է։ Հա, դիկ։ Յոգես կե։ Հա, հա։ Կարճացրել են, սարքել են Արթիկ։ Մենք էլ Արթիկով հիմա փրփրում ենք։ Այստեղ Աճաթևին վերև Կերտար Սիվանդանոց է, այստեղ ծննդատունն է, Սիգարտի փոշտն է։ Դառնա ոչթիս հայ հայոցում պիտ մեծանա հայինս է սուրբ մասիսը ծովանա հայրենիք Արթիկի մեր բարեկամներ, ով կարոտել է Արթիկը, ապրում է օտար ափերում, տեսեք, հիմնականում ասֆալտը նոր է, շենքերը հələ որ հին են, այն նույն շենքերն է, ինչը որ դուք տեսել եք։ Արթիկի կամուրջն է, ընկերներ, որը տարածաշրջանի ամենաերկար կամուրջներից մեկն է համարվում, որի ներքևի մասով գնում է գնացքը կամ գնացել է գնացքը։ Հիմա գնում է գալիս է։ Հա, պրինցիպի գործով է, հա, այնա մեկը կայնած է։ Տեսեք, Ստրեչի մոստի նման է Երևանի, էլի։ Ուղղակի ավելի նուրբ է, ավելի լավն է, ասֆալտի վիճակը նոր են սարքե երևի։ Ուսումնասիրեցինք Արթիկը բարեկամներ, ամեն ինչ ուղղակի հիանալի է։ Խաչը բոլորիս պահապան։ Ստե ձախ եմ անում, չէ։ Հա։ Մենք որոշեցինք գնանք դիրքավորվենք, մինչև որ հարցն ու փեսան հյուրերը կգան կհավաքվեն։ Հա, եկան էլի, հավաքվում են, բա պետք է հավաքվենք քիչ-քիչ։ Այնպես հակենք, սենց անենք քո լուծամը բարձր չէ։ Չեն տեսնի, ով է թողելու տեսնին։ Մենք հա, ասես փախկվել ենք ստե։ Այդ ներքև էլի իշտում է պարտով, կա իշտում։ Մեր արդյունքը ստե է, այս կողի շենքն է, հա։ Այ ուրեմն բան է կանում։ Ստե մատուցող անընդհատ։ Դե ես անակնկալ անելու եմ։ Ոնց դու ես բայրն էլ է հետաքրքիր էլի, լարված երաժշտության տակ թողի։ Անակնկալը անում եմ, հետո որ կզգաք արդեն ասում եմ էլի անակնկալ կա, այսինքն որոշինքը տենց աղբորոտել եմ հրավիրելու հարցպեսայի մոտ, պապային մամային էլ։ Բոլորին հենց սկսեմ հավաքել իր մոտ, դուք արդեն ստիսկ համած կառաջանաք։ Ով կհելնի գրկի բան, կասեք մի րոպե, մինչև հասնեք տեղ անակնկալը լինք։ Առաջինը սա հարազատության գրկում եք, շնորհավորում եք, նոր ասում եք արա, շորը մի հանեք, կմրսի ստե ցուրտ է։ Հələ նոր հարցպեսան չեն նստե։ Մի խոսքով ստեղ եղեք, կապի մեջ կլինենք։ Լավ։ Լևոն հանդիսավարը հաշված վարդյաններ հետո ներս է հրավիրելու հարցին եւ փեսային, որից հետո Պարելուց հետո մենք մտնելու ենք ներս, պլանավորել ենք հետևյալ ձևով, գնալու ենք հարցին փեսային, ուրախացնենք մեր Արտյոմին եւ Մելսիդային, որից հետո հրավիրելու ենք կենտրոնական պարարապարակ նաեւ փեսայի հայրիկին, մայրիկին եւ նրա մյուս եղբորը եւ կնոջը միասին։ Բոլորը հավաքվելու են այնտեղ եւ այդ հավաքվելուն զուգահեռ այս սենյակից դուրս է գալու մեր Անուշ աղբերը իր ընտանիքով, Անուշ աղբեր, բարի աղբեր, գալիս է աղբոր Արտյոմի հարսանեկին մեր Ռաֆո աղբերը, Ռաֆայելը իր ընտանիքի հետ միասին, Ռաֆայել Քրիստինե զույգը գալիս է, որ եղբորը ուրախացնի, եղբայրն էլ հաստատ կուրախանա։ Համել բանը տեքորկանիկներով իրար ճանաչեն, կանայք իրար հետ մտերմանան, ընկերանան, բարեկամանան։ Սիրանուշ Մարտանյանների Բացիս և անի նորոսյանները
Սիրելի բարեկամներ, հետո հայկանացու պսակադրության ազատության և անհետուսյանները սիմվոլների դեր բարձրացապարություններով դիմավորել ազատ երկայր արգունի և հաստատույն հասվիկի սոփերը։ Շարգերներս հավաքվեցին մեր երեկոյի գլխավոր գործողանցի պատասխան միայն ամենագլխավորները, ուստի կարաշարքեն գլխավորներին դիմավորենք վայելուչ և սազական, հոտնկայս, եթե կարելի է, բացը ծապելով, գեղեցիկ ժապիտներով, քանզի օրվա ամենած գլխավորներն են գալիս, թագավորը և թագուհին են գալիս, դիմավորենք մեր Արսյոնի և մեր Սիրայի, սոփերը, սոփերը! Եկում եմ անգինս, քո սիրուն կարոր Դու իմ պարտեզում, իմ անուշ կյանք սրտիս թագուհի Հմայել ես դու ինձ, քո երկիչին սիրը Սև աչերով վարժպիտով անուշիկ իմ յաշ Իմ սիրով արտը կյանքիս, երկս նազելիս Քեզ եմ երգում ես կարոտով ու կերկեմ հազար գարուն Քեզ եմ երազում դու իմ սիրելի Իմ սիրով արտը կյանքիս երկս նազելիս Քեզ եմ երգում ես Ջան, իհարկե ասենք շնորհավոր Միթե իրական ես, հեքիաթիշ ես հայտնվել Դու ինքը չգիտես ինչքան ես Սրտի շապը մեծացրել Դու հիմա իմ տուն ես, իմ տաքու կանկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը հիմա մի աշխարհ է Որտեղ միայն սերն է իսկական Ես քեզ խոստանում եմ այն սերը որ զգում եմ Քոնե ամեն ժամ ու վայրկյան Քեզ հետ ամեն օրը կրկնել եմ Ես ուզում քո կողքը այն ինչին սովոր եմ Նորովի է կյանք առնում Դու հիմա իմ տունն ես, իմ տաքու կանկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ են քո ժպիտն ու ձայնը
է։ Շփոթվածները։ Ուզել ջուրերի, զարմանալիների չափսավեր է ճանաչում Ստեփան Մարգարյանին, ասել որ Ստեփան Մարգարյանը մի անդրություն է, ով շատ լավ դրական լիցքեր է հաղորդում Չեն ճանաչում ավելի լավ։ ջուրերին, հարազատներին։ Վերջը լավ, եկեք ես Ստեփան Մարգարյանին հրավիրեմ սրա բարեկամներ։ Բարեկամներս, ես ստեղ եմ։ Շնորհակալ եմ Լևոն ջան, բարև ձեզ, հարգանքներս բոլորիդ, այդ փեսան ասած չի ճանաչում։ Ինչպես թե, արդյոք, ես է քեզ ախպեր եմ պրիզնատ գալի արդեն։ Շնորհակալ եմ ձեզ, ես գեղեցիկ օրվա առիթով, շնորհավորում եմ, որ կարողացաք հասնել իրար ու ես գեղեցիկ առիթը կազմակերպեցիք եւ համարյա թե ամբողջ արդիկն է այստեղ, այնպես որ թող առաջի ծափերը շեշտեն արդիկի ուժը, հələ։ Ուժեղ է, որ ավելի ուժեղ ծափ տալու ձևեր ես գիտեմ, անցնում ենք այդ ձևերից առաջինին, հարսիկի կողմնա ծափ էր տալիս։ Ես ինչ արին, փեսայի կողմին լուրջ դրության մեջ են դրել, տենակ տակից դուրս կգան, հիմա փեսայի կողմնա ծափ էր տալի։ Հաղթանակ միանշանակ տեղափոխվեք թագավոր ու թագուհի, խնդրում աղաչում եմ եկեք այստեղից դեմքով կանգնեք։ Ես տվել եմ քեզ Ես անակնկալ, Արտյոմ, դու ասել ես մի բան, որ հասել է Ռուսաստան այդ ասածը դու մարդկանց սիրտը խոցել է, քո աղբոր սիրտը, նա քեզ շատ է սիրում, շատ աշխարհի չափ ուզում էր այստեղ ներկա գտնվել, դրա համար ես եմ եկել, ես եմ քո աղբերը, ինձ չես ճանաչում։ Աղոթում եմ ասում, որ քեզ միշտ Շնորհավորում եմ, ես քո եղբոր օգնություններն եմ բերել, եղբոր ընտանիքի, եկել ենք ու հենց սկզբից ենք եկել շնորհավորենք, դրա համար ես քեզ ծաղիկներ կտամ։ Տալիս եմ, որ նվիրես, նվիրելու ժամանակ ծափեր կտա գեղեցիկ, բարձր, որպեսզի մեր զույգը իր սիրով փայլի ձեր ծափերի ներքո։ Դե գնաց։ Շողնեն առնում, քո գրկում խավարն իսկույն սիրո լույս է դառնում, դու գաղտնիքն է սիրո։ Միշտ նման գեղեցիկ պահեր ունենաք մեր շատ սիրելի հարս ու փեսավ։ Դուք ունեք այս գեղեցիկ անակնկալը, Հարսիկ ջան, գիտես չէ ինչքան շատ է քեզ սիրում մեր Ռաֆայել բարեկամը, Քրիստինե քույրիկի հետ միասին, շատ են ուրախացել, ուղղակի բոլորս էլ հասկանում ենք, կյանքը այնպես է ստացվում, որ մարդ ուղղակի ընտրության հնարավորություն չի ունենում։ Դրա համար էլ այսքան հեռու եկել հասել եմ, որ այդ կարոտը, այդ սերը ինչ-որ չափով փոխանցեմ։ Չես նեղանում, չէ՞ ախորից հետ։ Իհարկե ոչ։ Հասկանում ես, չէ՞, որ գործը բանը։ Եվ մեր Ռաֆայելը խնդրել է, որ հատուկ այս կոնյակը ես հանձնեմ քեզ, ամուր պահես, մինչև ինքը կգա ու իրար հետ կնշեք հարսանիքդ, կնշեք քո սուրբ ընտանիքի ստեղծման օրը պահը, որովհետև եղբայրդ շատ էր ուզում ներկա գտնվել։ Ու մեր Ռաֆայելը նաև մի բան էլ է խնդրել է, որ իր փոխարեն այստեղ հրավիրեմ քո մեծ աղբորը, իր կնոջ հետ միասին, Արիկայնի աղբորդ կողը, որովհետև այդպես է պետք։ Ինչ-որ չափով լրացնենք եւ իհարկե մայրիկին ու հայրիկին նույնպես խնդրում են գան կանգնեն մեր փեսայի կողքին, որովհետև իր սերը պետքա զգացվի։ Պետքա զգացվի, քանի որ նա շատ էր ուզում այստեղ ներկա լինել։ Գար գրկեր քեզ։ Ինձ դարձրել է սիրուտ Ինչքան էլ մեծանաս այդ քաղցրությունն ու սերը, այդ հարգանքը լինելու է ու քեզ շատ է սիրելու։ Դե մի հատ աղբոր կողմից գրկեք էլի, գրկեք մի հատ արձեմ։ Շողնեն առնում, քո գրկում խավարն իսկույն սիրո լույս է դառնում։ Ես վստահաբար ասում եմ, Արտյոմ, շատ նեղվել էր, որ ասել ես առանց քեզ մի քիչ են չի լինի։
ասել ես ով էլ ուզում է գա, եթե դու ստեղ չես։ Իմ համար բացակա տեղ կլինի։ Եկեք ես սիրուն եղբայրական սիրո համար ծափեր տանք բոլորս։ Ծափեր տանք ու բոլորս իմանանք, թե ինչ է եղբայրական սերը։ Ես մտածված այսքան երկար եմ խոսում արդյոք, որովհետև իսկապես ինքը ինձ նեղված էր զանգել։ Նեղված, ես զգացի, որ նեղված էր։ Բայց ինչ արած, կարևորը մեծ աղբեր ունես, մեծ աղբերը կողդ կայնած է։ Մեջտեկն էլ ոչինչ, կգա ու կգրկի քեզ։ Վստահ եմ, ավելին քան վստահ եմ, որ կգա։ Դու ինչ ունես ասելու, բարեկամ, հենց ասա։ Շնորհակալ եմ շատ, թե քեզից, թե Ռաֆայելից։ Ռաֆայելն էլ քեզ է շնորհակալ։ Ու դու չես պատկերացնի ինչքան շնորհակալ է։ Մամուզում եմ առաջվա պես օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամոր գրկեմ սիրտը իմ կարոտից բրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրտեմ Փաթաթվիր ինձ մամ քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Ելնեք ջուր տայիր առաջվա պես քո նուր պապով Ինձ մանուկ զգայի սիրեի քեզ խղճի չափով Որ խաղայի ես անհոգով ծնկների Որ ծնկի ես գայի խնդրեի մամիցների Մամ ուզում եմ ես առաջվա պես օրոր ասես Սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ Սիրտը իմ կարոտից փրկեմ Ինձ համար խոսող արցունքներն աչքերից սրբեմ Օրոր ասես Քո անուշ ձայնով սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամոր գրկեմ սիրտը իմ կարոտից բրկեմ Ինձ համար հոսող արցունքներն աչքերից սրբեմ Լևոն, բարեկամս, շնորհակալ եմ։ Բավենք ինչ կանենք, շնորհակալ Ստեփան ջան։ Եկեք մի հատ էլ մեր Ստեփան Մարգարյանին ծափահարենք, բարեկամներ։ Ապրես Ստեփան ջան։ Դու էլ ապրես, Լևոն ապրես, դու էլ ապրես։ Հենա Ստեփան Մարգարյանը։ Թե հնալիներ լույս աշխարհ կալ մի օր նորից Կոզեի ծնվել Միշտ առողջ մնաց Ինձ մնում է մեր հյուրերին ու հարազատներին առաջարկել, որպեսզի սրահում են դա ամենվող այժմ թարմացնի իր գավաթը բոլորս միասին բաժանվածնենք ու վայելենք այս հրաշք հանդեսի առաջին հայկական ավանդական կենացը բոլորիս բայտեսության կենացը բաժանվածնենք ու միլիոն սեր, բարիք, ջերմություն ականություն կամենանք հարգելիներս բարով տեսանք, անուշ լինի բոլորին Սրտիս հետ օրերով խոսես Թող քեզ ամուր գրկեմ սիրտը իմ կարոտից Լկանտամ Արտեմին դայաղել եմ Արտեմ, ոնց էր, սպասում էիր ապել
Անկեղծ ոչ։ Չէր սպասում։ Չէի սպասում։ Մաչի աղբոր է, մաչի։ Փաթաթվիր ինձ մամ, քո գրկում ես մանուկ դառնամ Աշխարհի չափ ես քեզ սիրում եմ Έλα մեքսո, արի։ Լևոն մենք էլ ենք աղբերը սաբրիս։ Ուր է քո խորովածը բարեկամ։ Այո, Ուր է այն։ այնտեղ այո։ Այնտեղ է, չեն տվել ինչ է։ Արա, հեսա խորովածները։ Հեսա խորովածները։ Դրանք ես եմ։ Էլի էսի շաբաշ բերող խորովածն է, էսի աշխարհի ամենահարուստ խորովածներից մեկն է։ Իրականում նման միս չկա, որ փող աշխատի, բայց հեսա։ Տեսեք, աշխատող միս է։ Բայց դու ես պրծնելու։ Զգուշ կլես երեխու չդնես մեջը։ Շատ են երեխեքը։